Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը, բարև ձեզ, Պարոն Մինասյան, տեսեք, մի կողմից Ադրբեջանը արդեն ինքն էլ սկսել է խոսել խաղաղության մասին, որպես կայացած իրողություն։ Մյուս կողմից բայց այսպես հարցեր են առաջանում կապված նույն Ադրբեջանի որոշակի գործողությունների հետ, կարող ենք համնadնել, որ հասարակական կազմակերպություն է, բայց մենք գիտենք, Ադրբեջանում ինչպես է աշխատում, այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձ եւ այլն, ինչ որ Եվրոպայում խորհրդաժողով են անցկացնում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկը 2 օր առաջ հիմար հայտարարություն արեց, որ այ մի օր երբ Ալիևը Երևանում ելույթ կունենա, դա նշան կլինի եւ այլն, ինչ որ այս կարգ։ Հիմա ոնց հասկանանք, հատկապես որ դրանից ոչ շատ առաջ, ասենք մի 10 օր առաջ երևի Ադրբեջանից ինչ որ խումբեր եկել Երևան ու այդ հանդիպմանը դուք եք մասնակցել։ Կարծում եմ Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը պետք է դիտարկել այսպես ժամանակի ընթացքում եւ փորձել հասկանալ միտումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո, եթե վերլուծում ենք ադրբեջանական կողմի ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններ, միանշանակ կա որոշակի շեշտադրումների փոփոխություն, ինչպես դուք նշեցիք, արդեն հայտարարվում է, որ խաղաղությունը արդեն կայացած փաստ է, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները սովորում են ապրել խաղաղության պայմաններում եւ այլն, այսինքն հռետորաբանության էական փոփոխություն կա, այնուամենայնիվ դեռևս արկա են մի շարք խնդրահարույց թեզեր, նարատիվներ, որոնք այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով շարունակում են օգտագործվել, ինչպես նաև ավելի ցածր մակարդակներով եւս այդ իներցիոն ուժով դրանք շարունակվում են։ Սակայն եթե ընդհանուր առմամբ ադրբեջանական մեդիատիրույթի այսպես նարատիվները համեմատենք 1 տարի առաջվա հետ եւ հիմիկվա հետ, կա զգալի տարբերություններ, այսինքն պարզ մշտադիտարկումը այդ միտումները ի ցույց է դնում։ Այնուամենայնիվ, կարծում եմ նաև մեր կողմից պետք է դա այսպես գոնությունը թույլատնելու հիմք չդառնա եւ շարունակենք նաև հետեւողականորեն հետևել այս միտումներին եւ ինչու՞ չէ նաեւ տարբեր ձևաչափերի շրջանակում բարձրաձայնենք այն խնդիրները, որոնք կախված են ադրբեջանական խնդրահարույց նարատիվների հետ։ Դուք էլ նշեցիք օրեր առաջ Երևանում տեղի ունեցած հայ եւ ադրբեջանցի փորձագետների եւ քաղաքասարության ներկայացուցիչների հանդիպման մասին, դրա շրջանակում էլ ըստ էության մենք բարձրաձայնել ենք այն հիմնական հարցերը, որոնք հուզում են մեր հանրությանը, սկսած հումանիտար հարցերից, ռազմագերիներ եւ այլն։ Վերջացրած նաեւ այս նարատիվների խնդիրը, այսինքն եթե երկու երկրները իրոք մտադիր են խաղաղություն կառուցել, պետք է ուշադրություն դարձնել նաև հռետորաբանության հարցերին, որովհետև ըստ էության այդ հռետորաբանության հիմնական օբյեկտը դա բանն է, հանրությունն է ընկալում այդ ուղերձները, այդ ժեստերը եւ բնականաբար քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի եւս պետք է ուշադրություն դարձնի իր այս հռետորաբանությանը, եթե իրոք հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Կարելի է ենթադրել օրինակ նաև, որ Ադրբեջանի այսպես բարձր ղեկավարությունը չի կարող հիմա միանգամից հետընթաց միացնել, մեքենայի մեջ ինչպես անում են, ու քիչ հետ քաշվել, որովհետև այդպես կխաթարվի այդ հաղթանակած ուժեղ առաջնորդի կերպարը։ Կարծում եմ մի քանի գործոն կա, առաջին այդ հաղթանակի էյֆորիայի ազդեցությունն է, որը դեռևս պահպանվում է Ադրբեջանում եւ հաշվի առնելով նաեւ այդ հանգամանքը բնականաբար միանգամից այսպես շրջադարձ կատարել նարատիվների դա այսպես անգամ ցանկության դեպքում իրատեսական չէ, բացի այդ կան նաեւ այս ինստիտուցիոնալ խնդիր, այսինքն տասնամյակներ շարունակ այդ երկրում ձևավորվել են ինստիտուտներ, որոնք հիմնականում թիրախավորել են Հայաստանը, առաջ են տարել հակահայկական նարատիվներ, այսպես եթե շատ կոշտ ձևակերպենք, իրենց հացը վաստակել են հակահայկականության նարատիվների բորբոքմամբ եւ շատ բարդ է մեկ օրում պատկերացնել, որ այդ ինստիտուտները, այդ ամբողջ կառուցակարգերը մեկ օրում կսկսեն հակառակը քարոզել, այսինքն մի կողմից դա դիսոնանս կառաջացնի իրենց հասարակության մեջ, այսինքն տասնամյակներ շարունակ բարձրանում եք եւ քարոզում եք մի բան, հիմա այսպես խաղաղության ջատագովներ եք դարձել։ Եվ մյուս կողմից նաեւ այս ինստիտուտներին նոր օրակարգեր տալու խնդիր կա նաև Ադրբեջանի ղեկավարության կողմից, այսինքն այս ինստիտուտները, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են դրանով, այսուհետ ինչով են զբաղվելու, դա էլի մեծ հարց է։ Միևնույն ժամանակ քաղաքական ասպեկտով ինձ թվում է ադրբեջանական կողմը այնուամենայնիվ լիարժեքորեն դեռևս չի չեղարկի
կամ չի լիկվիդացնի բոլոր խնդրահարույց ինստիտուտները, ինչպես դուք էլ նշեցիք, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվի հետ կապված եւ այլն, որովհետեւ դրանք են խաղաքարտերն են, որոնք այսպես պահպանելով ինչ որ պահի, եթե զարգացումները չգնան իրենց համար ցանկալի սցենարով, դրանք պատրաստի գործիքակազմներ են, որոնք ուղղակի պետք է ակտիվացնել։ Այսինքն ֆինանսավորումը կավելացնեն, ելի առաջի պլան կբերեն եւ այլն։ Այսինքն ադրբեջանական կողմը մի կողմից որոշակի ինչ որ միտումներ Ադրբեջանը նկատում է որոշակի միտումներ խաղաղության հռետորաբանության հետ կապված, սակայն այնուամենայնիվ իրենց խաղաքարտերը լիարժեքորեն չեն ուզում այսպես վայր դնել։ Լավ, իրենք չեն ուզում խաղաքարտերը վայր դնել, այդ դեպքում եթե հանկարծ այդ խաղաքարտերից մեկը փորձում են վաղը, ասենք, խաղացնել, այսպես ասենք, մենք ինչ ենք դրան հարկադրում։ Վստահաբար հայկական կողմը եւս պետք է իր նարատիվները ձևավորի այս առումով։ Օրինակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից խաղաքարտերի հետ կապված դրանցից շատերը ունեն այսպես հայլային բնույթ։ Օրինակ, երբ ինչ որ շրջանակներ բարձրացնում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը, նրանք միանգամից բարձրացնում են արևմտյան, այսպես չակերտավոր արևմտյան Ադրբեջանի նարատիվը եւ դրանցից շատերը այսպես հայլային արձագանքն են կամ իհարկե այնտեղ բովանդակային առումով խնդիրներ կա, որովհետեւ դրա իրական հայլայինը դա Սումգայիթից Բաքվից փախած հայերի հարցն է, այնուամենայնիվ իրենք տարիներ շարունակ այս նարատիվը զարգացրել են ու հիմա փորձում են այս հայլային բալանսի մեջ դիտարկել շատ հարցեր եւ վստահաբար հայկական կողմն էլ ունի իր նարատիվները, որոնք պետք է մշակել, որոնք պետք է շարունակել այսպես զարգացնել, այնուամենայնիվ չկենտրոնանալով դրա վրա, կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա, որով եւ փորձել հասցնել այս խաղաղության գործընթացը ինչ որ անդառնալիության կետի, որովհետեւ հիմա էլ շատ է խոսում, չէ, խաղաղության ինստիտուցիոնալიზման մասին է խոսում։ Եվ կարծում եմ դրա հիմնական բաղադրիչը փոխադարձ կախվածությունների ձևավորումն է, մասնավորապես տնտեսական դաշտում։ Իհարկե դա 100%-անոց երաշխիք չէ, որովհետեւ աշխարհում էլ կան երկրներ, որոնք պատերազմներ են սկսում, թեև ունեն տնտեսական կապեր, այնուամենայնիվ դա այսպես ռիսկերը նվազեցնում է։ Մեկ այլ այսպես չակերտավոր երաշխիքներից է նաև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների միջնորդությամբ, այսինքն առնվազն Միացյալ Նահանգների գործոնը որոշակի զսպող դերակատարում ունի եւ տարբեր գնահատականներով առաջիկա տարիներին նոր էսկալացիաների հավանականությունը զգալիորեն նվազել է։ Թե ինչ կլինի 4 տարի հետո Թրամփի գնալուց հետո դա այլ հարց է, այնուամենայնիվ հայկական կողմը այսպես հնարավորությունների պատուհան է բացել իր օրակարգերը առաջ մղելու համար եւ այսպես փորձենք ամփոփելու դեպքում կարող ենք արձանագրել, որ մի կողմից հայկական կողմը պետք է շարունակի իր կառուցողական մոտեցումները տարբեր հարցերի հետ կապված, միևնույն ժամանակ չփորձի այսպես վայր դնել իր հերթին վայր դնել իր բոլոր խաղաքարտերը, որովհետև էլի Ադրբեջանի դեպքում անկախատեսելիության գործոնը ցավոք սրտի բավական մեծ է եւ հաշվի առնելով այդ երկրում որոշումների ընդունման այսպես կենտրոնացվածությունը, ուղղաձիգը բնականաբար ցանկացած ռիսկ պետք է մշտապես հաշվի առնել։ Լավ, տեսեք, մենք խոս գնացի միջած օգոստոսի 8-ի մասին, այն ժամանակ էլ հիմա էլ ենթադրում եմ վաղն էլ կլինեն պնդումներ, որ ցանկացած գործընթաց, որի մասին մենք խոսում ենք հիմա, դա կլինի խաղաղության օրակարգ, դա կլինի պատերազմի օրակարգ, պայմանական եմ ասում, երաշխավորված չի, քանի դեռ չկա երաշխավոր։ Այսինքն ըստ էության մենք գործում ենք մի իրավիճակի հետ, երբ երաշխավոր չկա։ Այսինքն հա Միացյալ Նահանգների միջնորդությամբ Միացյալ Նահանգները ասում են բիզնես պրոյեկտ ենք անում, այդ բիզնես պրոյեկտը կբերի երկարատև տևական խաղաղության, որովհետև փոխադարձ շահերի տրամաբանությունը կաշխատի, Գազայում չաշխատեց։ Ցավոք սրտի մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որ անգամ երաշխավորները չեն կարող ապահովել լիարժեք խաղաղություն, այսինքն դա Ուկրաինայի դեպքում կային հայտնի փաստաթղթերը, որոնք ժամանակին 90-ականներին ստորագրվել են եւ ըստ էության խախտվեցին։ Գազայի հատվածում էլի մենք բարբերաբար չնայած ձեռք բերված համաձայնությանը մենք տեսնում ենք որոշակի հրադադարի խախտումներ եւ այլն, թեև մի շարք պայմանավորվածություններ նաեւ կյանքի են կոչվում։ Կարծում եմ այս դեպքում իրական այսպես երաշխիքները պետք է ապահովի երկու երկրների կողմից, այսինքն այդ փոխադարձ կախվածությունների մեծացման միջոցով դա ավելի ճիշտ բանալի է, քան ինչ որ երրորդ երկիր հայտնվի, ասի ես փորձում եմ երաշխավոր դառնալ, որովհետև միշտ այստեղ խնդիր ունենք տվյալ երրորդ երկրի շահերի
հետ, այսինքն ցանկացած բանակցային գործընթացում անգամ միջնորդները փորձում են ինչ որ ձևով առաջ տանել սեփական օրակարգ, սեփական շահերը։ Սակայն եթե դու հնարավորություն ունես տարբեր գործընթացներ, օրինակ հաղորդակցությունների մասով ներգրավես տվյալ նման դերակատարների, դա մեծացնում է այդ հաջողելու հավանականությունը, սակայն ասել, որ ամերիկյան կողմը պետք է երաշխավոր լինի կամ կարող է դառնալ երաշխավոր, անգամ տեսականորեն ես դա հնարավոր չեմ համարում, որ Միացյալ Նահանգները դառնա այսպես խաղաղության երաշխավորը մեր տարածաշրջանում, որովհետև Ռուսաստանը ասում է ես կարող եմ դառնալ։ Դե Ռուսաստանի երաշխիքները մենք տեսանք վատառումով, այսինքն ռուսական խաղաղապահ ուժերը մոտ գործեցին Լեռնային Ղարաբաղ եւ նոյեմբերի 9-ով կային մեծ թվով պայմանավորվածություններ, որոնք կետարկեց սկսեցին չկատարվել, խախտվել եւ այդ միջնորդը, որը փաստացի նաեւ ստորագրել էր, ընդ որում այստեղ ուշադրություն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն օգոստոսի 8-ի համաձայնագրի Ռուսաստանը ըստ էության հավասարազոր ձևով ստորագրել էր, ոչ թե վկայի կարգավիճակով էր ստորագրել։ Եվ անգամ Ռուսաստանի այդ երաշխավորի պարտավորությունները փաստացի չկատարվեց ռուսական կողմը եւ բնականաբար արդյունքում մենք տեսանք ռուս խաղաղապահների լռելային այսպես անգործության պայմաններում, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկում էթնիկ զտման եւ ստիպված հեռանում Լեռնային Ղարաբաղից։ Շատ լավ, հիմա տեսեք, մենք խոսում ենք խաղաղությունից, դրա որոշակի, այսպես ֆոնը կարելի ասել կա, հա, բայց Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն զորավարժություններ իրականացնել, այս անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների գվարդիայի հետ էր, դրանից առաջ, չգիտեմ, Պակիստանի հետ էր եւ այլն, շարունակվում է։ Հիմա ընդ որում միաժամանակ նաև դժգոհելով ու բողոքելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է զենք ձեռք բերել, նույն Հնդկաստանից, հիմա Ֆրանսիայից երևի ավելի ինտենսիվ կլինի վերջին բանակցություններից հետո Հայաստանի վարչապետի ու Ֆրանսիայի նախագահի։ Հիմա այդ դեպքում, եթե խաղաղությունը ներկայացում է որպես արդեն կատարված իրողություն, ում դեմ են այդ զորավարժությունները, որ անցկացնում է Ադրբեջանը, եւ երկրորդը, եթե խաղաղությունը կատարված իրողություն է, Ադրբեջանին մեկ չի, Հայաստանը զենք ունի շատ, թե զենք ունի քիչ։ Իհարկե, ռազմականացման գործընթացը Ադրբեջանի բավական մտահոգիչ է։ Իրենց մեկնաբանությունները, որ այսպես փորձում ես դիտարկել, ասում են, ով է ասում, որ միայն Հայաստանն է մեր համար սպառնալիք, այսինքն կա իրանական գործոն, ռուսական գործոն եւ այլն, հաշվի առնելով նաեւ այդ երկրների հետ բարբերաբար առաջացող լարվածությունները երկում հարաբերություններում, այնուամենայնիվ իհարկե հայկական կողմի համար բնականաբար այդ գործընթացը սպառնալիք է եւ միևնույն ժամանակ այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության մասին խոսելով դա չի նշանակում, որ դու պետք է աշկատող անես քո պաշտպանական կարողությունների զարգացումը եւ հայկական կողմն էլ առնվազն ունի բավական հավակնոտ նոր պաշտպանական ռեֆորմների դոկտրին ընդունված, միևնույն ժամանակ դուք էլ նշեցիք, որ տեղի ունենում ռազմատեխնիկական գործակցություն տարբեր երկրների հետ, Ֆրանսիա, Հնդկաստան եւ այլ երկրներ եւս արդեն ներգրավել են այդ process-ում եւ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք երրորդ բաղադրիչը, երբ Հայաստանը զարգացնում է սեփական ռազմական արդյունաբերությունը, ինչը բավական, այսպես ըստ ոլորտի մասնագետների կամ այդ ոլորտում ներգրաված մասնագետներին բավական հաջող է ընթանում։ Իհարկե ծավալները դեռ պետք է աճեն, այնուամենայնիվ այսպես մեկնարկային այս տեմպը բավական խոստումնալից է։ Եվ սա էլ բավական կարևոր է ընդգծել, որ խաղաղության օրակարգ առաջ տանելը դեռ չի նշանակում, որ դու պետք է որևէ բան չանես քո պաշտպանական կարողություններում եւ կան քննադատներ, որ դուք խոսում եք խաղաղությունից, սակայն առնվազն այն մարդիկ, ովքեր փոքրի շատ է ծանոթ են տեղի ունեցող փոփոխություններից, այսինքն տարբեր ամրաշինական կառույցների կառուցման կամ ռազմական ոլորտի զարգացմամբ նկատել է, որ այս ոլորտը աշխատող չի արվել, ինչը բավական կարևոր է եւ կարծում եմ ճիշտ տակտիկա է։ Պաշտպանական կարողությունների զարգացումը բավական կարևոր այն երաշխիքների համակարգի մասին եթե խոսենք, դա այն երաշխիքներից մեկն է, որը ըստ էության կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, այսինքն եթե հակառակորդը տեսնում է, որ ցանկացած ռազմական ագրեսիա բավական թանկ քին կարող է արժանալ իր համար, բնականաբար նման սցենարի կամ նման քայլի գնալուց առաջ այսպես 2-3 անգամ է մտածում, մինչև նման քայլ անելը։ Հետաբար հայկական կողմի համար բավական կարևոր է մի կողմից առաջ տանել իր խաղաղության կառուցողական օրակարգը, մյուս կողմից նաև մեծացնել իր պաշտպանական կարողությունները։ Սա բավական կարևոր է եւ այստեղ նաև կարևոր է գործընկերների աջակցություն, այսինքն բացի ռազմատեխնիկական տարբեր նոր զենքեր, զինտեխնիկա ստանալուց բավական կարևոր է նաև զինվորների կարողությունների զարգացումը, այսինքն ով պետք է օգտագործի այդ զենքը։ Այստեղ մենք բավական այսպես կարիք ունենք նաև
մեր արևմտյան գործընկերների աջակցությամբ, որովհետև եթե բարձրորեն դիտարկենք արևելյան Եվրոպայի բանակների այսպես ռեֆորմների օրակարգը, որևէ երկիր ինքնուրույն չի հաջողել այս գործընթացում, այսինքն բոլորը միշտ ունեցել են ինչ որ երկիր, որը նրանց սերտորեն աջակցել է, ու խոսքը 1-2 ինստրուկտորի գալու մասին չէ, այլ այսպես համակարգային աջակցության մասին է։ Հիմա տեսեք, քանի որ խոսում ենք մեր տարածաշրջանի մասին, այսօր տեղի ունեցել իրադարձություն, որ իմ կարծիքով ուշագրավ է Մոսկվայում հանդիպումը տեղի ունեցել ռուս եւ իրանցի պաշտոնյաների միջև, եւ այդ հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարարը իրանական կողմից ստեյության ակնկալել է, որ այդ 3+3 ձևաչափով աշխատանքները կակտիվանան, ընդ որում ակնարկել է, որ Իրանը այս դեպքում կարող է օգտակար լինել շատ, եթե Թեհրանը կարողանա Թբիլիսիին համոզել, Վրաստանին համոզել, որ վերադառնա այս ձևաչափ, որովհետև ինչպես գիտենք, Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանի հետ միևնույն սեղանի շուրջ նստել, դեռ շարունակում է հրաժարվել ամենայն դեպս։ Հիմա նախ ինչի հետ է կապված այս 3 գումարած 3 ձևաչափի այսպես վերհիշում է, այսպես ասեմ, սա արդյոք տարբերակներից մեկը այն է, որ Ռուսաստանը նման կերպ փորձում է հակազդել Միացյալ Նահանգների ազդեցությանը մեր տարածաշրջանում եւ այդ հարցում փորձում է որպես դաշնակից, ստորագրած դաշնակից ստանալ Թեհրան։ Տեսեք, 3 գումարած 3-ը նաև մեր ունկնդիրների համար նշենք, ըստ էության այս ձևաչափի գաղափարը հիմնական այս փիլիսոփայությունը այն է, որպեսզի տարածաշրջանային հարցերը քննարկեն հենց տարածաշրջանային երկիրները, այսինքն դա 3 հարավկովկասյան երկրներն են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ 3 հարևան մեծ տերությունները՝ դա Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան։ Սակայն այս ձևաչափի մասին խոսակցությունները շատ ավելին են, քան հենց ձևաչափը իրականում գոյություն ունի կամ կա։ Այս ընթացքում, եթե չեմ սխալվում, մեկ անգամ փոխարտգործնախարարների մակարդակով է հանդիպում տեղի ունեցել, մեկ անգամ արտգործնախարարների։ Ու վերջին 2-3 տարվա ընթացքում, այսինքն, բայց այս ընթացքում այնքան շատ են խոսակցություններ այս թեմայով, այսինքն Ռուսաստանից են բարբերաբար հիշում, այո, բայց որպես ձևաչափ շատ ուռճացված է, այսպես կայացված ձևաչափ գոյություն չունի։ Դրա մասին ընդհանրապես խոսակցություններ են եւ բնականաբար նույն օրինակ Ռուսաստանը եւ այլ երկրներ շահագրգռված են, որ նման ձևաչափը կայանա, այս քննարկումների ֆորմատը կայանա, որովհետև շատ ճիշտ ընդգծեցիք, որովհետև սա նաև ինչ որ առումով արտաքին երրորդ ուժերին դուրս մղելու կամ նրանց ազդեցությունը սահմանափակելու հնարավորություն կտա, օրինակ Միացյալ Նահանգների, Եվրամիության հետ կապված։ Ու այստեղ թե Թուրքիան, թե Իրանը, թե Ռուսաստանը ամեն մեկը յուրովի շահագրգռվածություն ունի այս գործընթացի հետ կապված, սակայն այն հանգամանքը, որ առնվազն վերջին 1-1.5 տարում չի հաջողվում անգամ հանդիպում անցկացնել, սա եւս վկայում է, որ այստեղ այն շահերի տարանջատումը տարբեր շահերը շատ ավելին են, քան ընդհանուր համընկնող շահերը։ Եվ միևնույն ժամանակ հայկական կողմը այսպես բավական կառուցողական է այս հարցում, այսինքն օքեյ, եթե հանդիպում կլինի, կգան կմասնակցենք, այսինքն քննարկումներից խուսափելու մարտավարությունը տվյալ դեպքում սխալ կլիներ, բայց էլի շահերի տարբերությունները թույլ չի տալիս նման ֆորմատի կայացմանը, ձևավորմանը, ինչը եւս ուշագրավ է։ Միևնույն ժամանակ անկեղծ ասած շատ բարդ եմ պատկերացնում, թե ինչպես Իրանը պետք է համոզի Վրաստանին, որպեսզի Վրաստանը ներգրավի, այո, որովհետև եթե համատում ենք Վրաստանի տնտեսական կապերը նույն Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, այդ տնտեսական համագործակցությունը շատ ավելի մեծ է եւ հետեւաբար տնտեսական ազդեցությունը Մոսկվայի եւ Անկարայի շատ ավելի մեծ է, քան Իրանի, որովհետև Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները գրեթե զորական են, ալ չեմ ասում քաղաքական հարաբերությունները, վերջի անգամ կդժվարանամ հիշել, թե երբ է բարձրաստիճան մակարդակով Իրանի եւ Վրաստանի ներկայացուցիչների միջև հանդիպում եղել։ Հետեւաբար սա մի քիչ աբսուրդային է։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը այն է, որ առնվազն հաշվի առնելով, որ այնտեղ այդ ձևաչափով ներգրաված է Ռուսաստանը, որը օկուպացրել է մեր երկրի մեր տարածքների 20%-ը, մենք նպատակալմար չենք համարում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում։ Իհարկե Վրաստանում տեղի ունեն որոշակի ներքաղաքական փոփոխություններ, որոշակի խոսույթների փոփոխություն, սակայն վերջին ամիսներին ես այս գծի հետ կապված, այս դիրքորոշման հետ կապված որևէ փոփոխություն չեմ տեսել, հակառակը վերահաստատվել է Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից։ Միջել ցետ իմաստով տարօրինակ չեք համարում, որ օրինակ մեզ մոտ, Հայաստանում նկատի ունի, որ քննարկում են Վրաստանի թեման, որ ասում այ տեսեք Ռուսաստանը էս արեց, այն արեց, այդ ռուսական հետն է, ապրեն ռուսները, ինչ որ այդպիսի պնդումներ էլ կան, հա որ օկում են այդ հոտած արևմուտքից Վրաստանին եւ այլն, բայց միաժամանակ ռուս-վրացական
դիվանագիտական հարաբերությունների մակարդակում նկատի ունեմ, տեղաշարժեր չկան, այսինքն Վրաստանը շարունակում է մնալ այդ կոշտ դիրքորոշման մեջ, որ մենք այս մարդկանց հետ սեղան չենք նստել։ Կարծում եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումները ինչ որ կերպ որոշակի պրիմիտիվացված են ներկայացնում, այսինքն շատ հեշտ է կամ պրոարևմտյան ես կամ պրոռուսական ես, այդ պիտակավորումները կպցնել ու փորձել բացատրել գործընթացները, սակայն իմ դիտարկումներով շատ ավելի խորքային process-ներ են եւ 2024 թվականից հատկապես տեղի ունեցող զարգացումները ավելի շատ ներքաղաքական պայքարի, իշխանության վերարտադրության, տրամաբանության ծիրում են տեղավորվել եւ ինչ որ առումով նաեւ Եվրամիության մեջ եւս կան այսպես որոշակի ռոլ մոդելներ Վրաստանի համար, կոնկրետ տվյալ դեպքում դա Հունգարիան է, որը կարողանում է որոշակի ինքնուրույն քաղաքականություն վարել, իր պահանջները թելադրել Եվրամիությանը։ Իհարկե կշիռները նրանց շատ տարբեր են, այնուամենայնիվ վրացական ղեկավարությանը հաջողվել է վրացական ղեկավարությունը փորձում է որդեգրել նման այսպես ինչ որ առումով ինքնուրույն քաղաքականություն, միևնույն ժամանակ օրինակ բավական սերտ հարաբերություններ կառուցելով Հունգարիայի հետ կարողանում է նաև արգելափակել Վրաստանի դեմ շահերի դեմ ուղղված տարբեր որոշումներ, հաշվի առնելով նաև որ Եվրամիությունում որոշումները ընդունում են կոնսենսուսային սկզբունքով եւ տարբեր որոշումների հետ կապված պաշտոնական Բուդապեշտը իր վետոյի իրավունքը կիրառել է։ Այնուամենայնիվ տեսանելի ապագայում որոշակի տեղաշարժեր Վրաստան Եվրամիություն հարաբերություններում հազիվ թե կարելի է ակնկալել, հաշվի առնելով որ անգամ դիվանագիտական մակարդակով այսպես բավական սուր հռետորաբանություն կա փոխադարձ եւ վերջերս նաև հայտարարվեց որ Եվրամիությունը դիտարկում է առանց վիզային ռեժիմի մասնակից չեղարկման հնարավորությունը Վրաստանի համար, ամենայն հավանականությամբ այսպես նոր խումբ կընդգրկվի միգուցե իրավապահներ եւ այլն եւ նրանց համար այսպես կսահմանափակվի ազատ վիզայի ռեժիմը։ Մինչեւ այդ արդեն իսկ նման որոշումներ կա, օրինակ падգամավորներ, ավելի այսպես քաղաքական ղեկավարություն եւ այլն եւ այլն։ Այս ճգնաժամը շարունակվելու է եւ սա նաեւ մարտահրավերներ է ստեղծում հայկական կողմի համար, հաշվի առնելով որ Հայաստանը ըստ էության որդեգրել է եվրոինտեգրման այսպես տեսլականը եւ անգամ եվրոպական կողմի համար տարածաշրջանը միայն Հայաստանով այդքան էլ հետաքրքիր չէ եւ եվրոպական կողմի համար շատ ավելի հետաքրքիր կարող է դառնալ տարածաշրջանը, եթե եւ Վրաստանը եւ Հայաստանը այս նույն եվրոինտեգրման ծիրի մեջ են։ 3-ից գոնե 2-ը այդ գծի վրա։ Որովհետեւ բացի այդ անգամ սահմանային տեսանկյունից այսպես կղզյակ է փաստացի ստացվում Հայաստանը եվրոինտեգրված կղզյակ, որը բավական բարդ կլինի, ել չեմ ասում, որ կա հայ-թուրքական փակ սահմանը, որը նաեւ Հայաստան եւ Եվրամիության մաքսային սահման տարածքն է, սահմանն է, մաքսային տարածք սահմանն է։ Հա, հաշվի առնելով որ Թուրքիան Եվրամիության անդամ չի, բայց աշխատում է մաքսային, միևնույն մաքսային տրամաբանությամբ։ Հիմա տեսեք, այսպիսի մի խնդիր էլ կար։ Մենք չանդլայն ենք էլի աշխարհագրությունը։ Վերջերս հույս կար, որ կհաջողվի Ուկրաինայում ինչ-որ համաձայնության գալ Ուկրաինայի շուրջ կամ էլ ինչպես կուզեք։ Այդ հույսը մեռավ։ Ամենալեւս առայժմ մահացած է, որովհետեւ երևում է որ Մոսկվան դիրքորոշումը չի փոխել, Կիևը չի փոխել, Եվրամիության հիմնական դերակատարները չեն փոխել եւ այստեղ Թրամփին այլ բան չի մնում անել, քան ասի գնացեք ինչ ուզում եք արեք, բայց հա դուք եք պատասխանատու արդեն մնացածի համար։ Դրա հետ զուգահեռ Ռուսաստանը արդեն նոր զինատեսակներ է սկսում փորձարկել ամենանդեպս հայտարարում այդ մասին։ Հիմա տեսեք, այն պահին, երբ կար հնարավորություն խաղաղության, դա մի կողմից ուրախացնում էր, որովհետև խաղաղություն կհաստատվի։ Մյուս կողմից շատերի մոտ մտավախություններ առաջանում, որ Ռուսաստանը, որը մաշվում է ուկրաինական ճակատում, իր դիվանագիտական, ռազմական, ֆինանսական ռեսուրսները ուղղված են ամբողջությամբ այդտեղ։ Այդ իրավիճակում կարող է թեքվել դեպի հարավային Կովկաս, որտեղ ակնհայտորեն Ռուսաստանը պարտվում է, հա, անընդհատ նահանջում է։ Հիմա Ռուսաստանը ինչ է անելու ըստ ձեզ, որովհետև այս կաթիլ կամ քայլ դուրս գալով ինքը ըստ էության չեզոքանում է։ Տեսեք, գործընթացը երկու այսպես ռակուրսով կարելի է դիտարկել, մեկը ընդհանուր գլոբալ միտումները։ Իհարկե, Ուկրաինայում պատերազմը բավական կարևոր ուղղություն է եւ այսպես թիվ 1 գերակայություն է ռուսական կողմի համար եւ Ռուսաստանը բավական մեծ ֆինանսական, ռազմական, դիվանագիտական ջանքեր է գործադրում այս ճակատով, ինչը նաեւ որոշակիորեն թույլատրել է նրա ազդեցությունը այլ տարածաշրջաններում, այդ թվում նաեւ հարավային Կովկասում եւ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր մենք տեսնում ենք, որ հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը կամ նրա ազդեցությունը զգալիորեն այսպես հետ է քաշվել։
Սակայն սա դեռևս չի նշանակում, որ Ռուսաստանի ազդեցության բոլոր գործիքակազմերը, այսպես բոլոր գործիքները չեղարկվել են, չեզոքացվել են, նույն օրինակ Հայաստանի հետ կապված կա էներգետիկ կախվածություն, տնտեսական հարցեր եւ այլն։ Այնուամենայնիվ կա նաև ընկալումը փորձագիտական դաշտում, որ ինչ որ պահի ուկրաինական ճակատում ինչ որ գործարքի գնալու կամ իրավիճակի սառեցման դեպքում Ռուսաստանը փորձելու է վերականգնել իր դիրքերը նախկին այն տարածաշրջաններն, որտեղ նա ժամանակին ուժեղ էր։ Սա այսպես գլոբալ միտումն է, սակայն միևնույն ժամանակ չպետք է նաև այսպես ենթադրենք, որ Ռուսաստանը ընդհանրապես որևէ բան, այսպես որևէ ձևով ներգրաված չէ կամ չի շարունակում իր աշխատանք այս տարածաշրջանում եւ կա նաև մտահոգություններ, որ հատկապես հետխորհրդային տարածքի այլ երկրներում Ռուսաստանը փորձում է մասնավորապես օգտվել ընտրական գործընթացներից։ Նույն Մոլդովայի օրինակը բավական հստակ ցույց էր տալիս, թե ռուսական կողմը ինչպես է իր տարբեր գործիքներով, այդ թվում նաև հիբրիդային, փորձում միջամտել այդ երկրներում ընտրական գործընթացներին, փորձում էր պրոռուսական ուժերին աջակցություն տրամադրել, որպեսզի առնվազն նրանք ներկայություն ունենան խորհրդարանում, լավագույն դեպքում նաև այսպես հաղթեն ընտրությունները։ Հիմա այս նույն սցենարը, մոլդովական ընտրությունների սցենարը չեն կարող բացառել նաև Հայաստանի դեպքում, որովհետև ելի մենք տեսնում ենք տարբեր ուժեր, որոնք ընդգծված ունեն պրոռուսական դիրքավորում, բավական պարբերաբար այցելում են Մոսկվա, չգիտես ինչու, եւ գիտեն առնվազն չեն հայտարարում։ Եվ միևնույն ժամանակ մենք նկատում ենք նաև արդեն այսպես տեղեկատվական ոլորտի մասնագետները նաև արձանագրում են տարբեր հիբրիդային գործիքակազմերի կիրառում, որոնք կիրառվել են նաև Մոլդովայում։ Օրինակ, մեկ օրանոց կայք է ստեղծվում արևմտյան որևէ մեդիայի նմանությամբ եւ այնտեղ ինչ որ կեղծ հոդվածներ են տպագրվում X կամ Y քաղաքական գործի ունեցվածքների, առանձնատների եւ 24-ի նմանությամբ էր, չէ՞, այսինքն այդ բավական հստակ մարտավարություն է եւ կարծում եմ սա ընդամենը սկիզբն է։ Առաջիկա ամիսներին ընտրություններին ընթരാճ մենք այս հիբրիդային հարձակումների, հիբրիդային միջամտության փորձերի բավական մեծ ալիքի կարող ենք ականատես լինել, ինչը բավական մտահոգիչ է նաեւ եւ կարծում եմ պատկան մարմինները պետք է նաեւ աշխատանքներ տանեն մարդկանց մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ եւ միևնույն ժամանակ եթե կան տեխնիկական հնարավորություններ նման մարտահրավերների չեզոքացման համար տեխնիկական դաշտում արդեն 20 տարի է խոսում ենք այդ մասին։ Կա նման խնդիր։ Հիմա ես ուզում եի այդ հարցին անդրադառնալ, դուք հնարավորինս մանրամասն խոսեցիք այդ մասին, որ ամենամեծ մտավախություններից մեկը այն է, որ Ռուսաստանը իր ազդեցության բոլոր լծակները կօգտագործի ընտրությունների ընթացքին միջամտելու համար, ինչպես դա արվել էր Մոլդովայում եւ այլն։ Հիմա տեսեք, Հայաստանն որպես պետություն ինքը ինչքան էլ ասում ենք թե հիբրիդային եւ այլն չարձագանքել ի վերջո չի կարողանալու ինչ որ մի պահի ասելու է եղբայր բավական պաշտոնական մակարդակով եւ դա կարող է բավական լրջորեն խաթարել հայ-ռուսական առանց այդ խնդրահարույցի հարաբերությունները ինչ պետք է արվի որպեսզի գործը դրան չհասնի։ Այստեղ երկու նրբություն կա, առաջինը հիբրիդային հարձակումների դեպքում դրանց ապացուցելիությունը թե որ աղբյուրից է գալիս մի փոքր բարդ է, տեխնիկապես որոշ դեպքերում հնարավոր է, բայց ոչ միշտ։ Սա մեկ, երկրորդ իհարկե կա նաև ընկալումը հայկական կողմի, որ այո, ռուսական կողմից այդ միջամտության փորձերը սկսել են ակտիվանալ եւ այս առումով մենք տեսնում ենք նաև այն առաջի արձագանքները, որ օրինակ Սալավյովի հաղորդումները արգելափակվեցին, ինչ որ պահի հայտարարություն եղավ, որ միգուցե հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաալիքների արգելափակման հարցը պետք է դրվի արդեն հասունացել է եւ այլն եւ այլն։ Կարծում եմ այս հարցերը հայկական կողմը պետք է պահի օրակարգում, միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ ցավոք սրտի Ռուսաստանից կախվածությունները դեռևս այն մակարդակի են, որ կտրուկ արձագանքների դեպքում ավելի մեծ այսպես կոնտրարձագանք կարող է լինել ռուսական կողմից, հետեւաբար բավական նուրբ պետք է այս դաշտում աշխատել եւ փորձել այդ թվում նաեւ ուսումնասիրելով Մոլդովայի փորձը, հիմա որքան տեղյակ եմ, տարբեր քաղաքասարության ներկայացուցիչներ բարբերաբար այցեր են կատարում Մոլդովա, փորձում են հասկանալ նրանց փորձը եւ տարբեր գործիքներ այսպես փոխառել եւ փորձել ներդնել մեր մոտ, ինչը բավական կարեւոր է, որովհետեւ այստեղ բացի մեդիա դաշտում տարբեր շարժումներից կա նաեւ ֆինանսական հոսքերի այսպես թրեք անելու կամ դրանց հետևելու այդ հոսքերի ուղեգիծը բարձելու անհրաժեշտություն, ինչը բավական այսպես կարեւոր մարտահրավեր է նաեւ մեր ֆինանսական ինստիտուտների համար, որպեսզի քանի որ չի բացառվում, որ նաեւ ֆինանսական ինչ-որ հոսքեր
լինեն ընտրություններին ընդառաջ եւ պետք է հստակ ընդգծել եւ փորձել կանխել դրանք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցները անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։